4 ամիս է անցել խաղաղության այդ պայմանագրի համաձայնեցումից, դուք եւ նաեւ այլ պաշտոնյաներ նշում են, որ շփումներ կան Ադրբեջանի հետ, բայց Ադրբեջանը շարունակում է իր նախապայմանները առաջ տանել։ Արդյոք ինչի մասին են այդ շփումները, արդյոք ադրբեջանական նախապայմանների մասին է եւ ընդհանրապես ինչ փուլում է գործընթացը։ Եվ ձեր թույլտվությամբ նաեւ մեկ հարց դուք նշեցիք, որ Հայաստան-Եվրամիության այդ գործընկերության նոր փաստաթղթի շուրջ բանակցությունները ավարտված են, ինչ է դա նշանակում մի փոքր մանրամասնեք, արդյոք ստորագրություն է սպասվում, ժամկետներ։ Իրավացի եք, իսկապես գրեթե 4 ամիս է անցել այն պահից, երբ մենք եւ Ադրբեջանը հայտարարեցինք, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները ավարտված են եւ ըստ էության պայմանագիրը պատրաստ է ստորագրման, որից հետո ցավոք սրտի տեսանք, որ ադրբեջանական կողմը մի քանի այլ նախապայմաններ ունի, այդ թվում եւ օրինակ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը եւ կամ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրությունում փոփոխություններ իրականացնելու, խմբագրություն անելու անհրաժեշտությունը, մեկ անգամ չէ որ հայտարարել ենք, որ Մինսկի խմբի լուծարման օրակարգը մեզ համար ընդունելի է, միաժամանակ հասկանալով, որ խաղաղությունը, որը հաստատվում է, պետք է լինի ինստիտուցիոնալ կերպով, մենք դա տեսնում ենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, հետևաբար եթե մենք ստորագրում ենք խաղաղության պայմանագիրը կամ նույնիսկ եթե մենք ֆիքսում ենք այն օրը, երբ կարելի է ստորագրել խաղաղության պայմանագիրը, շատ շոշափելի տեսանելի մոտ ապագայում, ապա մենք կարող ենք Մինսկի խմբի լուծարման ուղղությամբ համատեղ քայլեր սկսել, մյուս կողմից վարանումը ադրբեջանական կողմի այս առումով մեզ հիմք է տալիս մտածելու, որ այսինքն մենք չենք թաքցրել նաև մեր մտավախությունը, որ Մինսկի խմբի լուծարումը Ադրբեջանի համար կարող է այլ նպատակներ հետապնդել, նպատակներ, որոնք կարող են խաթարել օրինակ մեր տարածքային ամբողջականությունը։ Հետևաբար կրկին մենք ուզում ենք համոզվել, որ վերջնական համապարփակ ինստիտուցիոնալ խաղաղություն ենք հաստատում եւ այն դեպքում բնականաբար Մինսկի խմբի անհրաժեշտությունը ինքնին վերանում է։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, սահմանադրական փոփոխություններին, կրկին առաջին անգամ չի, մեկ անգամ չի, որ ասել ենք, որ սա Հայաստանի Հանրապետության բացառապես ներքին օրակարգն է։ Մենք սահմանադրական փոփոխությունների մասին խոսել ենք, անհրաժեշտության մասին խոսել ենք դեռ 2018 թվականից եւ ըստ ամենայնի հերթական ընտրություններից հետո, հաջորդ ընտրություններից հետո արդեն ձեռնամուխ կլինենք այդ փոփոխություններին։ Այն ասպեկտով, որով որ ադրբեջանական կողմն է դնում հարց, ես պետք է ասեմ հետեւյալը, եթե Ադրբեջանի մտահոգությունները անկեղծ են եւ նրանք անկեղծորեն տեսնում են խնդիրներ իրենց տարածքային ամբողջականության հետ կապված մեր սահմանադրության մեջ, ապա այս մտահոգությունները փարատելու ամենաուղիղ ձևը խաղաղության պայմանագիրը ստորագրելն է։ Ես մեկ անգամ ես ասեմ ինչու եւ ներողություն եմ խնդրում մանրամասների համար, բայց դրանց կարիքը ըստ ամենայնի կա։ Տեսեք, մենք ունենք պայմանագիր, որտեղ գրված է, որ մենք ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, համաձայն այն սահմանների, որը մեր երկու երկրների միջև գոյություն է ունեցել խորհրդային միության փլուզման պահին։ Հիմա այս ձևակերպումը ստորագրելուց հետո պայմանագիր պետք է գնա սահմանադրական դատարան, չէ՞ վավերացման ընթացքում։ Եվ եթե մեր սահմանադրական դատարանը ասում է, որ սահմանների վերաբերյալ այս ձևակերպումը չի հակասում մեր սահմանադրությանը, հարցը լուծված է, այսինքն մտահոգությունը չկա, փարատված է, եւ մեր սահմանադրությունը չի պարունակում որևէ բան Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը միակ մարմինն է աշխարհում, որը կարող է եւ իրավասու է մեկնաբանել մեր սահմանադրությունը։ Եթե այլ որոշում կլինի, այն ժամանակ այլ գործողությունների անհրաժեշտություն կամ քննարկելու անհրաժեշտություն կառաջանա։ Հետևաբար կրկին մենք կարծում ենք, որ սա որևէ կերպ չպետք է լինի նախապայման խաղաղությունը վերջնականացնելու պայմանագիրը ստորագրելու համար։ Իսկ շփումները նաև այս ամեն ինչը միմյանց բացատրելու կողմերի ընդհանրապես կողմերը պետք է եւ կարող են ավելի ու ավելի հասկանալի դառնալ իրար համար, ավելի ու ավելի փարատել մտահոգություն, հետեւաբար այդ շփումները պարտադիր են եւ շարունակվելու են նաեւ առաջիկայում եւ ես հույս ունեմ, որ ի վերջո այդ շփումները, այդ բանակցությունները կհանգեցնեն եւ պայմանագրի ստորագրմանը եւ մնացած մյուս հարցերի լուծմանը։ Ինչ է ենթադրում գործընկերության նոր օրակարգը, փաստաթուղթը ըստ էության ասեցի վերջնականացված է, բայց կլինի առաջիկայում փուլ, երբ այն
ավելի մանրամասն կներկայացվի հանրությանը, կան բազմաթիվ ուղղություններ, երևի այս պահին ժամանակը թույլ չտա ամեն դեպքում բոլորին անդրադառնալ, բայց ի լրումն այն ամենի, ինչ մենք արդեն ունենք Եվրոպական միության հետ երկկողմ օրակարգում, ահա այս նոր գործընկերության օրակարգը բերում է նաև հավելյալ ուղղություններ, հավելյալ մանրամասներ, հավելյալ գործիքներ, նաև հավելյալ ոլորտներ, ճիշտ ասած,